Սահմանադրական կարգի տապալման կոչեր դուք տեսել եք Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ։ Բարի, կարծում եմ հենց բուն գործընթացին, երբ յուրաքանչյուր անաչառ անկողմնակալ քաղաքացի հետևել է, մի քիչ ողջամտությանը մոտ ակնհայտ է քաղաքական հետապնդման տարերը, ոչ թե սահմանադրական կարգի տապալման կոչերը, որովհետև ինչ տեղի ունեցավ, մի հետադարձ հայացք նետենք, տեղի ունեցավ հետևյալը, արդեն շաբաթից ավել շարունակ մեր երկրի գործադիր իշխանության ղեկավարը, վարչապետը, իրեն թույլ է տալիս իր լիազորություններից ու իր պաշտոնից չբխող հայտարարություններ ու գործողություններ, որոնք նորություն չեն մեր երկրում, նախորդի բազմաթիվ անգամներ ականատես են եղել այն դեպքում, երբ վարչապետը կաշկանդված է օրինականության սկզբունքով, այսինքն ի տարբերություն ինձ հասարակ քաղաքացու, ով կարող է անել այն ամենն, ինչ օրենքը չի արգելում, մեր երկրի վարչապետը կարող է անել միայն այնպիսի գործողություններ, որոնք իրեն լիազորել է սահմանադրությունը եւ օրենքը, եւ բնականաբար սահմանադրությունը հստակ իրեն ոչ միայն չի լիազորել, այլև կանխարգելել է միջամտելու հայ առաքելական եկեղեցու ներքին իրավահարաբերություններ եւ ներեկեղեցական գործընթացներին։ Դրա այդ կապակցությամբ, ինչպես Սամվել Կարապետյանը, այնպես էլ մենք բոլորս մեր աջակցությունն ենք հայտնել մեր հայ առաքելական եկեղեցուն, որը նաեւ մեր հաշվի առնելով այս կառույցի հատկանշական, խորհրդանշական, պատմական դերը մեր ազգի եւ պետության հենասյուներում ունի սահմանադրությամբ հռչակված սկզբունքներ եւ առաքելություններ։ Սամվել Կարապետյանն էլ իր հերթին որպես բարերար, որպես հայ, որպես եկեղեցուն աջակցող մարմին եւ ինչպես նաեւ աշխարհահռչակ, հայ, իր մասշտաբները հաշվի առնելով, իր գործունեությունը հաշվի առնելով, եւս իր հերթին իր աջակցությունը հայտնեց եւ բնականաբար բառամթերքը տեղավորել սահմանադրական կարգի տապալման կոչում որևէ կերպ ընդունելի չէր։ Ինչ տեղի ունեցավ։ Եթե ժամանակագրային հետ հայացք ենք նետում, Սամվել Կարապետյանը աջակցություն է հայտնում եկեղեցուն, ժամեր անց մեր երկրի վարչապետը Facebook-յան գրառում է կատարում առայն, որ կապը ակտիվացնի ակտիվացված բարերարներին եւ ժամեր անց իրավապահ մարմինները փորձում են ձերբակալել, այնուհետեւ ձերբակալում են Սամվել Կարապետյանին։ Սա գալիս է ուղղակիորեն հարվածելու մեր պետության ժողովրդավար հենքերին, մեր պետության իրավական հենքերին ու ինչքան է իրենց թույլ են տալիս անպագորգոր հայտարարություններ անելու առայն, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, իրանք արդեն այնքան են սահմանները շրջանցվել, որ անգամ չեն կաշկանդվում ձևական ֆորմալ ժամանակագրություն պահպանելու տեսանկյունից։ Այսինքն, երբ այն ընթացքում, երբ մարդը օրինակ կհասցներ սրճարանում նստեր սրճել, մարդիկ անձի հետապնդմամբ են զբաղվում։ Այն դեպքում, երբ մենք լրատվամիջոցներից այդ ժամերի ընթացքում իրազեկվեցինք, որ քննչական կոմիտեներում չկային հարուցված գործեր, այն դեպքում, երբ մարդու տուն գնալուց հետո է հայտնի դառնում հայ գիշերը ձերբակալվելուց, որ նոր ինչ հոտված է տառացիորեն կարվում մարդու նկատմամբ եւ դրան էլ հաջորդում է արդեն մարդու սեփականության իրավունքի նկատմամբ նկրտումները արդեն ժամեր շարունակ է մեր երկրի գործադիր իշխանության ղեկավարը, վարչապետը, թողնելով մի շարք կարևորագույն օրակարգային հարցեր, զբաղված է սպառնալով հեծին եւ զբաղված է նաեւ հայտարարություններով առայն, որ իրենք պատրաստվում են ազգայնացնել չակերտավոր հեծը։ Սա ուղղակիորեն գալիս է իր հերթին հարվածելու սահմանադրությամբ ամրագրված մարդու սեփականության իրավունքին, որը հռչակված իրավունք է մեր սահմանադրության 31-րդ հոդվածով եւ այո, սահմանադրությունը նախատեսում է հիմքեր սեփականաշնորհելու մասնավոր սեփականությունը, բայց այդ հիմքերը հստակ են, դրանք հանրային շահն է եւ դրանք դատական ակտի մեղադրական դատավճռի առկայությունն է։ Այս իրավիճակում բնականաբար երկուսն է առկա չեն ու արդեն իշխանությունը կրկին մեկ օրվա ընթացքում ոչ միայն մարդու անձնական ազատության նկատմամբ անձեռնմխելիությունն է խախտում, այլև սեփականության իրավունքն է կոպտորեն ու հակասահմանադրական եղանակով ոտնահարում։